Շվեյցարացի որևէ գրող երբեք այսպիսի հաջողության չէր հասել, որևէ երիտասարդ գրողի վեպի հեղինակային իրավունքի համար երբեք չէին առաջարկել 100,000 եվրո։ Նրա գիրքը հրատարակվել է 40,000 օրինակով, թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Վեպի հիման վրա նկարահանվել է հեռուստաֆիլմ։ Շվեյցարացի ռուս-ֆրանսիական արմատներով գրողի ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին դետեկտիվը համաշխարհային բեսթսելեր է։ Նյումեկ հրատարակչությունը 2023 թվականին հայերեն հրատարակեց Ջոել Դիկերի ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին վեպը։ Այն միանգամից դարձավ բեսթսելեր։ Վեպը Հայաստանում վերահրատարակվել է 2 անգամ, վաճառվել է 1000 օրինակ։ Գիրք, որն առաջացնում է կախվածություն, ընթերցողներն ապշել էին մոտ 700 էջը, հնարավոր է ընթերցել մեկ շնչով, սյուժե, գլուխկոտրուկ եւ գիրք գրքում, ինչը դարձել է Դիկերի գրական սուպեր հնարքը։ Դիկերն իր սիրելի հերոսին Մարկուս Գոլդմանին չթողեց նախորդ վեպում։ Հարի Քվեբերտի սիրելի կերպարի գրողը նոր վեպում է Բալտիմորների գրքում։ Նախորդ վեպում Գոլդմանը բացահայտում էր իր դասախոսի պատմությունը։ Այս անգամ Գոլդմանը փորփրում է իր ընտանիքի Գոլդմանների պատմությունը, վերապրում երջանիկ արտասովոր մանկության հուշերն ու բացահայտում 3 հարազատ մարդկանց անհավանական ու ցնցող մահերը։ Շրջադարձի հետևից եւ կեղծ ավարտներ, Դիկերը գրական հնարքների եւ մոլորեցման վարպետ է։ Նրա վեպերը հայտնի են բազմաթիվ սյուժետային ոլորաններով, որոնք ընթերցողներին ստիպում են մինչեւ վերջին տողն այդպես էլ չկռահել եղելությունը։ Դիկերը նաեւ ժամանակի ու տարածության իսկական աճպարար է։ Բալտիմորների գրքում էլ բազմաթիվ ժամանակային ուղևորություններ կան, նրա պատմություններն անցնում են անցյալի ու ներկայի միջով, բացահայտելով նոր առեղծվածքներ եւ խորացնելով հիմնական ինտրիգը։ Դիկերի պատմությունները պարզապես հետաքրքիր է, նրա գրական գլխավոր առանձնահատկությունն արձակի հեշտ ընթերցումն է։ Դիկերը թրիլլերի ու դետեկտիվի վարպետ է, նրա խճճված պատմություններին միահյուսվում է հերոսների անձնական դրաման։ Ջոել Դիկերն ունի գեղարվեստական հզոր տաղանդ, 21-րդ դարի գրական մտածողություն եւ մարքեթինգային սուր հոտառություն։